Ադրբեջանն ու Թուրքիան Կարս քաղաքում կանցկացնեն Հեյդար Ալիև 2026 համատեղ զորավարժությունը։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ընդգծելով, որ զորավարժությունը անցկացվում է ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության միջկառավարական համաձայնագրի շրջանակում։ Հաղորդագրության համաձայն զորավարժության նպատակն է ծրագրավորել եւ իրականացնել համատեղ գործողություններ, ժամանակակից պատերազմի սկզբունքներին համապատասխան ապահովել արդյունավետ փոխգործակցություն, նպաստել համապարփակ մարտական ապահովման ոլորտում փորձի փոխանակմանը, ինչպես նաև բարձրացնել անձնակազմի գիտելիքներն ու հմտությունները։ Սցենարի համաձայն նախատեսվում է մշակել մարտական գործողություններ եւ հատուկ առաջադրանքներ տարբեր պայմաններում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այսօր զգուշացրել է վերջին օրերին Իրանում առողջապահական համակարգի վրա բազմաթիվ հարձակումների մասին, ինչպես նաև տեղեկացրել, որ օդային հարվածի հետևանքով ոչնչացվել է Պաստերի ինստիտուտը։ Կազմակերպության տնօրենը X-ում գրել է, որ ինստիտուտը լուրջ վնասներ է կրել եւ այլևս չի կարող առողջապահական ծառայություններ մատուցել։ Թեհրանի այս կենտրոնը, որը հիմնադրվել է 1920 թվականին եւ կապ չունի Փարիզի համանուն ինստիտուտի հետ, համարվում է Իրանի ամենահին գիտահետազոտական եւ հանրային առողջապահական հաստատություններից մեկը։ Իրանի կառավարության տվյալներով այս շաբաթ ամերիկա-իսրայելական մեկ այլ հարված թիրախավորել է երկրի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկը Թոֆիղ Դարուն, որը արտադրում է անզգայացնող եւ քաղցկեղի դեմ դեղամիջոցներ։ Համաձայն առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչի, ընդհանուր առմամբ առնվազն 20 առողջապահական հաստատություն է թիրախավորվել։ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը եւ հարակից շրջանը ենթարկվել են ռուսական հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Կիևի շրջանը կրկին գտնվում է թշնամու լայնածավալ հրթիռային եւ անօդաչուների հարձակման տակ։ Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարն է այս մասին հայտարարել, հավելելով, այս պահին հաստատվել է 1 զոհ։ Խարկովի արևելյան շրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հրթիռային ռումբային եւ անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով 1 մարդ զոհվել է, 25-ը վիրավորվել, սոցիալական ցանցերում հայտնել է նահանգապետը։